թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախչել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Պրոբլեմ չկա, ես կանեմ, մենակ դու ինձ օգնես Գործը տարա, ու ես քեզ կօգնեմ Հայաստանից փախնես։ Իսկ բարոնի ու ատոմի սպանությունները Բարոնի սպանության մասին արդեն ոչ մեկ չի հիշում։ Հեսա ատոմին է կմոռանան։ Չնայած ատոմի սպանությունը լրիվ անիմաստ բան էր։ Մուֆտատերը խփեցիր այդ տողը։ ես զակազ եմ կատարել կամոն Լավ, մոռացի այդ մասին։ Գործը տարա, ու ես քեզ կօգնեմ, որ շուտ հեռանաս Հայաստանից։ Պրոբլեմ չկա կամո ջան Զանգի ինձ, երբ երեմը արդեն սաղ չի լինի։ Գիտեմ, թե ինչ ես զգում հիմա։ Այդ շակալը ատոմի սպանության հաջորդ օրը ինձ հետ միասին քոտուն էր եկել։ Ձեռքդ սեղմում էր ու ցավակցում էր քեզ։ Հետն էլ ասում էր, թե կօգնի, որ սպանության իրական պատվիրատուին բացահայտենք։ Ես չեմ կարող հասկանալ, թե կամոն այդ բանը ինչի արել իմ հանդեպ։ Ես այդ տղուդեմ պրոբլեմ չեմ ունեցել։ Ինչքան իրար հանդիպել ենք, ջան ենք ասել, ջան ենք լսել։ Խնդիրը քեզանում չի, Վարդան ջան։ Այլ կամոյի գաղտնի ձգտումների ու ցանկությունների մեջ։ Նա ուզում էր ամեն գնով Միրոյին ցույց տա, որ ինքը ինձանից ավելի շատ արժանիքներ ունի։ Ուզում էր հենց այս գլխից իրան ապահովի, որ իբր Միրոյի մահից հետո ինքը նստի նրա տեղը։ Բայց ոնց որ ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Երեմ, դու մի կարաս ասես են ամենը, ինչ որ սիրտդ ուզում է, ու չկա մեկը, որ քո խոսքին դեմ լինի, բայց ոնց որ ասում են, բացի խոսքերից գոյություն ունի նաև տարական տրամաբանություն, երեմ ես 30 տարի ճանաչել եմ կամոյին, ու նրա մեջ չեմ տեսել իշխանության հասնելու այդ անասնական ձգտումը, բարոնի պարագայում հասկանալի է անձնական վրեժի հարցը, բայց ես չեմ ուզում հավատամ, որ կամոն ատոմի սպանությունը պիտի օգտագործեր, ինչա թե Միրոյի աչքին բարձրանար, կներես երեմ, չնեղանաս, ես այդ բանը քեզնից ավելի շատ էի սպասում, քան կամոյից։ Իսկ ես չեմ էլ նեղանում, Վարդան ջան։ Ես արդեն ասեցի, որ Հովոն ու իր տղերքն սկզբում չէին հավատում։ Բայց ոնց որ դու քիչ առաջ ասեցիր, բացի խոսքերից կա նաև տրամաբանություն։ Իսկ տրամաբանությունից զատ գոյություն ունեն հիմնավորված ապացույցներ, որոնք դու քիչ առաջ քո աչքով տեսար։ Իսկ եթե դու ուզում ես ցույց տաս, որ չես լսել կամոյի արտասանած խոսքերը, ես կարող եմ մի անգամ էլ միացնեմ, որ լսես։ Չէ, երեմ, պետք չի։
Ես ինչ որ պետք էր լսեցի։ Ես հասկանում եմ քեզ, Վարդան։ Ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հավատալ, որ Կամոն ընդունակ էր նման ստոր քայլերի։ Բայց դու քիչ առաջ լսեցիր, չէ՞ թե նա Դավոյին ոնց էր հրամայում, որ ինձ սպանի։ Իրա 1000 տարվա ընկերոջը, որն իրան մի 1000 անգամ էլ փրկել է տարբեր քյալակներից։ Երեմ, ես քեզ մի հարց եմ ուզում տալ, բայց դու տաղավարի ճիշտն ասա։ Ես միշտ ճիշտն եմ ասում իմ բարեկամներին, Վարդան։ Էդ որ մարդը ուզում է ոչնչացնի իրա թշնամիներին, էդ ինչ որտեղ հասկանալի է։ Ես խոսում եմ այն մասին, որ Կամոն իրա կիլերին ասում էր, որ սպանի Հովոյին։ Բայց դու ատոմի մասին մոռացար։ Անձամբ այդ տղեն ոչ մի թշնամանք չուներ Կամոյի հետ։ Երեմ, ատոմին էլ հանգիստ թողենք։ Ես ուրիշ բան եմ ասում։ Շարունակի, լսում եմ քեզ։ Եթե Կամոն ուզում է վերացնի Հովոյին, ձեզ ես հասկանում եմ, բայց ինչի էր ուզում սպաներ քեզ։ Դու էդ ինչ գիտես, որ այդ տղեն տենց անհանգստանում էր, որ ուզում էր սպաներ իրա, ոնց որ դու ես ասում 1000 տարվա ընկերոջը։ Ես քեզ կարող եմ ասել, թե ինչ գիտեմ։ Բայց դա շատ վտանգավոր ինֆորմացիա է, որից հետո ես ելից չեմ կարող ապահով զգամ։ Ինչի մասին է խոսքը։ Լսի, Վարդան, եթե ես քաղաքում երկու մարդ կան, որոնց խոսքի ես անվերապահորեն հավատում եմ, դրանցից մեկը դու ես։ Ինձ տղու խոսք տուր, որ այդ ինֆորմացիան քո հետ միասին գերեզման կգնա, ու ես կասեմ քեզ։ Երեմ, ես քեզ խոսք եմ տալիս։ Դու երևի լավ ես հիշում եմ պատմությունը, երբ Գոքորը մեր ձեռքից հենց աճուրդի ժամանակ խլեց գործարանը, որի վրա մենք մի տարի աշխատում էինք։ Ես այդ լավ եմ հիշում։ Իսկ հիշում ես, որ այդ դեպքերից 2 օր հետո Գոքորի իրավաբանը անհետացավ ու Հովոյի տղերքը սաղ քաղաքով ընկած իրան էին ման գալիս։ Դաժե ինձանից պրոս արեցին ու շատ կոպիտ ձևերով։ Հետ էլ եմ հիշում։ Եթե հիշում ես, ուրեմն ժամանակն է, որ ճշմարտությունն իմանաս։ Այդ Կամոն էր սպանել նրան։ Տարել էր իր օբյեկտ, այնքան էր ծեծե, որ խեղճը մահացել էր։ Մենակ Կամոն։ Վարդան, ես երդվում եմ իմ երեխեքի հոգու փրկությամբ, որ այդ իրավաբանի սպանության մասին ես մենակ վերջում եմ իմացել։ Ես երբեք իմ երեխեքի արևով չեմ երդվել, բայց դա հիմա անում եմ միակ ու վերջին անգամ։ Քանի որ ես հիմա ուրիշ ճար չունեմ, որ իմ վրայից կասկածները ցրեմ։ Ես քեզ հավատում եմ, Երեմ։ Ատոմի սպանության հարցում ես ու դու իրար հետ պարտք ու պահանջ չունենք։ Ուրախ եմ, որ հասկացանք իրար։ Հիմա կներես անհետաձգելի գործեր ունեմ։ Պիտի գնամ։ Հաջողություն, Վարդան ջան։ Հաջողություն, Երեմ։ Պրոբլեմ չկա։
Ես կանեմ, մենակ դու ինձ օգնես։ Հիմա մենք բոլորս Քաբորի այսինքն իմ ուղեկցությամբ մեր սիրելի Արսին ու Փեսային հրավիրում ենք դահլիճ, որտեղ մենք բոլորս պետք է անենք անենք, որ իրանք այսօրը երբեք չմոռանան։ Բայց մինչև այդ Համբույր։ Ջորջան հանգստացեք, ես ամեն ինչ կպարզեմ ես։
Գարի քանի մարդ է զոհվել։ 7 հո։ Վիրավորները շատ ունենք։ Տեր Աստված։ Տիկոնումերը մի քանի տեղով հետ գնացել են քիլլերների հետևից։ Հույս ունենամ շատ շուտով մենք կիմանանք, թե ով է կանգնած այսքան մարդկանց արյան հետևում։ Բայց առանց դրա էլ ամեն ինչ պարզ է։ Բժիշկներն ինչ են ասում, հույս կա, որ մեր ինք փրկեն։ Ոչ մի բան դեռ հայտնի չի հո։ Բայց ասում են, որ մեր վիճակը անհուսալի էր, երբ բերեցինք։ Ինչ է պատահել, Գարիկ։ Գարիկ! Մայրն ու տիկոն քիլլերներին հետապնդելիս ընկել են դրանց թակարդը։ Տիկոին սպանել են հողը։ Բայց մայրը կարացել է դրանցից մեկին բռնի ու իմանա, որ այս ամեն ինչը Միրոյի կազմակերպածն է։ Հա, բժիշկ։ Գոքոր! 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 Մաշն է կոննա։ Հա, հովոջան։ Բանալիները։ Աբով, ուր գնացով ուն։ Չեմ անում, մեր ջան, մեքենայի բանալիները վերցրեց գնաց։ Ես ոնց որ թե գիտեմ ուր գնաց։
Ջան, հեսա ոստիկանները ստեղ կլինեն։ Պետք է գնալ։ Ով ջան պետք է։ Ես ուզում եմ մենակ մնալ։ Թող ոչ մեկը չգա իմ հետևից։ Ո ջան, մենք չենք խանգարի։ Ես ուզում եմ մենակ մնամ, Դարիք։ Ես նման սարսափելի ապրումներ իմ ամբողջ կյանքում չէի ունեցել Լիլիթ։ Նույնիսկ հիմա չեմ կարողանում հավատալ, որ այդ մղձավանջը մեզ հետ է պատահել։ Ես հիմա եմ հասկանում, որ նաև ես ու դու կարող էինք այդ սպանվածների շարքում լինել։ Ընդամենը երջանիկ պատահականության շնորհիվ է, որ մենք ողջ մնացինք։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ է կատարվում հիմա Գոքորի սրտում։ Հենց հարսանիքի օրը կորցրեցիր սիրած աղջկան։ Ընդամենը մի քանի ակնթարթ առաջ թվում էր, թե այդ պահին նրանք աշխարհի ամենաերջանիկ զույգն են։ Մի ակնթարթ։ Հույսերը անջատվեցին ու այդ մարդասպանները հայտնվեցին։ Ու այն մարդը, որ քիչ առաջ նայում էր իր սիրած աղջկան, երազում էր ապագայի մասին։ Քիչ հետո արդեն սկսեց սկալ նրա մահը։ Դու ճիշտ ես, Լիլիթ։ Մեր ամբողջ կյանքը կախված է հենց այդ մի ակնթարթից։ Բայց եթե ավելի խորը վերլուծենք այս ամեն ինչը, Լիլիթ, առանց այդ հուզականությունների, այս ամեն ինչի մեջ նույնիսկ օրինաչափություն կա։ Ինչ օրինաչափության մասին է խոսքը, Նորիկ։ Երբ մարդ են սպանում, դա օրինաչափ է, հա? Այն էլ նման անմարդկային ու դաժան ձևով։ Լիլի, դու ճիշտ ես։ Բայց մի մոռացի, որ նույն Գոքորը ու նույնիսկ Հովիկը անմեղ չեն։ Ու նրանք բազում մարդկանց են սպանել իրենց ճանապարհին։ Չհասկացա, ինչի համար ես դու դա հիմա ինձ ասում։ Լիլիթ, մենք պարզապես զրուցում ենք հիմա։ Ու ես ուզում եմ քեզ հասկացնել, թե ինչի պատճառով այսօր այդ դժբախտությունները տեղի ունեցան։ Չէ, դու դրա համար ինձ չես ասում դա։ Դու հիմա քո ներսում ուրախացել ես, չէ, որ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ։ Հա, ուրախացել ես, որ վերջապես ապացուցվեց քո հայտնի տեսությունը, որ մի օր Հովիկ ու նրա մարդիկ պատասխան կտան իրենց գործած հանցանքների համար։ Այդպես չի։ Չէ, Լիլիթ, այդպես չի։ Ես չեմ ուրախացել։ Մենակ անսիրտ ու անհոգի մարդը կարող է ուրախանալ այդքան դժբախտություններից հետո։ Իսկ ինչ վերաբերվում է իմ տեսությանը, վաղ թե ուշ բոլոր մարդիկ պատասխան են տալու իրենց արարքների համար։ Ու նույն Հովիկ ու իր մարդիկ բացառություն չեն։ Դու ոնց կարող ես նման բաներ ասել, Նորիկ։ Ընդամենը մի քանի ժամ առաջ էր, որ մեր աչքի առաջ այդքան անմեղ զոհեր եղան։ Նորիկ, անմեղ զոհեր, որոնք ոչ մի կապ չունեն Հովիկի ու Գոքորի հանցագործությունների հետ։ Դու հասկանում ես դա։ Հա, Լիլիթ, չունեն։ Ու միշտ է տենց լինում, երբ իրական մեղավորների պատճառով միշտ անմեղներն են տուժում։ Դու շատ կուզենայի հիմա այդ անմեղ զոհերի կողքին Հովիկին ու նրա մարդկանց տեսնել, չէ՞։ Չէ, Լիլի, դու սխալվում ես, ոչ թե նրանց կողքին, այլ նրանց փոխարեն կուզենայի տեսնել։ Դու հրեշ ես։ Դու սիրտ չունես։
Չէ, Լիլի, դու սխալվում ես, ես սիրտ ունեմ։ Ու իմ սիրտը հիմա ցավում այն անմեղ մարդկանց համար, որոնք զոհ դարձան, Հովիկի ու նրա մարդկանց գործած արարքներին։ Իսկ քո սիրտը մենակ քո Հովիկի համար է ցավում։ Ձայնդ կտրի անասուն։ Դու ոնց կարող ես իմ հասցեին նման բաներ ասել։ Կարող եմ, Լիլիթ, կարող եմ։ Դու գիտես, որ ես ճիշտ եմ ասում։ Ու նաև գիտես, որ ես պանդի ետևում Հովիկն է կանգնած։ Ուղղակի ձեր խելակորույս սերը կուրացրել է քեզ։ Ու դու փորձում ես ամեն գնով պաշտպանես Հովիկին։ Նույնիսկ հիմա, երբ նրա պատճառով այդքան մարդ զոհվեց։ Կտրի ձայնդ։ Չհամարձակվես մյուս անգամ ձեռք բարձրացնես պես։ Թող ձեռքը Չհամարձակվես։ Գանա ջան, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Շատ շնորհակալություն Արմեն ջան, մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Էդ ես եմ քեզանից շնորհակալ, Անահիտ ջան, որ ժամանակ գտար ու վայի հետ մասնակցեցիր իմ ծննդյան տարեդարձին։ Գիտեմ քո համար դժվար էր։ Դավիթից հետո սա առաջին դեպքն է, որ նման միջոցառման մասնակցում ես։ Որ անկեղծ լինեմ, ես չէի ուզում որևէ բան անել, բայց հետո մտածեցի, որ եթե մենք մեր մեջ ներքաշված մնանք, ոչ մի լավ բանի չեն գա։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Ու հիմա պետք չի քեզ մեղադրես։ Մամ, սառեցի, արի գոնե մեքենայի մեջ նստեք դեռ խոսացեք։ Արդեն գնում ենք բալես։ Դե մենք գնացինք Արմեն ջան։ Վայ Արմենին պակա ասա։ Պակա։ Պակա։ Անահիտ, ես ընդհանրապես մի բաժակ օղի եմ խմել, այնպես որ կարող էի ես ձեզ ուղեկցել տուն։ Արմեն ջան, ես քեզ լիովին վստահում եմ, բայց հյուրերը ներսում քեզ են սպասում։ Իսկ մենք մեր մեքենայով կգնանք։ Ափսոս որ շուտ եք գնում, Անահիտ ջան։ Չնայած հասկանում եմ, վայեն առավոտյան պետք է դպրոց գնա։ Հա, ես առավոտյան մի քիչ ուշ կգամ, հանդիպում ունեմ։ Լավ։ Բարի գիշեր։ Դե գնացինք։